Տերերի Տեր ու փառավորած Հիսուս Քրիստոսի անունով սկսենք այսօրվա խոսքի քարոզչությունը մի քիչ առաջ մեր երգերի փառաբանության մեջ նման մի երգ են երգում ամբողջ սրտով կամ ամբողջ հոգով պետք է փառաբանեմ այդ խոսքերը արվածը որտեղից Աստծո խոսքից որտեղ իհարկե երբ Տերերի Տեր ու փառավոր Աստվածը իր ժողովրդին իր ընտրյալ Իսրայելի ժողովրդին դուրս հանեց ստրկությունից եւ երկրորդ օրինաց գիրքը, որը դարձյալ Մովսես մարգարեն է հեղինակը, այդտեղ այդ գրքի 6-րդ գլխի մեջ հետևյալ համարները թողեց, այդ ճշգրիտ համարները, որ երգ է վերածվել եւ այսօր մեր խոսքի նյութն է, որը հետևյալն է, պետք է ընթերցենք միասին եւ ասեց, որ այս խոսքերը քեզ եմ տալիս Եվ այս խոսքերը չպահես քո մեջ, այլ քո տանդ մեջ անընդհատ կրկնես, հավատաս ու խոսես, փոխանցես քո երեխեքին ու այդպես հատուկ շեշտում է, քո երեխաներին, այսինքն սերունդես սերունդ, այս խոսքը պետք է մնա, ինչ խոսքեր, որովհետև այդ խոսքով է կառուցում իմ ու քո տունը, մեր հավատքը, մեր աստվածապաշտությունը, մեզ եւ մենք կանք ու մնում ենք, եւ այդ խոսքը արված էր երկրորդ օրինաց գիրք 6-րդ գլուխ 5 եւ 6 համարները 5 եւ 6 համարներում այսպես ենք ասում Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով երկի բառերն է չեմ ես հիշեցնում քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ ուժով այս խոսքերը որ ես այսօր պատվիրում եմ քեզ քո սրտում լինեն եւ որ խոսքը սրտի մեջ է մտքի մեջ չի այդ ժամանակ աշխարհի թոհուբո, քո նեղությունները ու հաջողությունները, դժվարությունները, ամեն ինչ միտքը գալիս է ու ինչ անում, փոփոխում է, բայց երբ որ քո սրտի տախտակների վրա է գրված, դա քո հոգուտ ինչն է, պարգևն է, երկնային քո տիրոջից է ստացած, ոնց որ երկինք բարձրացավ Սինա լեռը բարձրացավ ու Աստված այդ քարե տախտակների վրա իր ձեռքով գրեց 10 պատվիրանները Սրանք երբ որ գրվում է սրտի հոգու մեջ, այդ ժամանակ դու տրամադրություն ունես, տրամադրություն չունես, ուրախ ես, հաջող ես, տխուր ես, անհաջող ես, քո հոգուտ մեջ, քո սիրտը քո հոգուտ հետ է կապված։ Ինչ անում, այս խոսքերն ասում, որ իմ ամբողջ սրտով ես իմ Տիրոջս պետք է ինչ անեմ, հավատամ, սիրեմ, սպասեմ եւ այս խոսքերը ուրեմն ամբողջ սրտով, քո ամբողջ սրտով սիրես քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ ուժով եւ այդ աստվածային կապը հաղորդակցությունը պետք է անպակաս լինի Եթե գնանք տուն եւ շարունակենք 7, 8, 9-րդ համարները դարձյալ նույն գլխի երկրորդ օրինաց գրքի 6-րդ համար ասում է դրանք չբավարարվես միայն արտասանելով դրանք թող գրություն լինի որ քո ճակատի վրա փակես ու քո հանդերձներից կախես Հասկանում եք ինչքան էական ու կարևոր է, որ ոչ միայն քո սրտի, այլ քո ֆիզիկական անընդհատ տեսնես, քո երեխեքը տեսնեն, ինչը քո Աստծո սերը քո մեջ բնակված։ Եվ իհարկե այս խոսքերը անմիջապես ուղղված էր ում հայրերին։ Միայն հայրերին չէ, տան բոլոր անդամներին, բայց Աստծո խոսքը խոսում էր հայրերի հետ որտեվ Աստված հորը տվել էր այդ պարտականությունը, որ իր տանը մեջ լինի իր տան հոգևոր առաջնորդը։ Այդ խոսքը խոսողը, այդ խոսքը կրկնողը ու հիշեցնողը իր կնոջը, իր երեխաներին, իր դրացին են, բայց իր երեխաների, նա այդ պարտականությունը ուներ։ Եվ դրա համար Աստված որ ասեց հանկարծ չմոռանաս, դրանք գրիր ամբողջացրու ու այսպես ճակատիդ փակցրու քո հանդերձներից կախիր այդ գրությունը ինչը որ քո Աստծո սիրես քո ամբողջ մտքով էությունով սրտով ու հոգով որովհետև մեզ համար դրանից ավելի թանկը ավելի հավիտենականը ավելի ցանկալին ու փափագելին չկա որովհետև եթե Աստված ունես ամեն բան քեզ կարելի է Աստծո շնորհքով ու ողորմությունով բայց երբ որ Աստված պակասում է մեր ամբողջ հավատքի կյանքն է պակասում մեր աստվածապաշտությունն է պակասում Ինչպես խոսեցինք այսօր ողջ Ամերիկա երկրում հունիս ամսվա 3-րդ կիրակին այդպես հատկացվեց ինչպես առաջացավ այս հայրերի տոնի այս հաստատումը ու իրականացումը այսպիսի մի աղջնակ կար որը տարիք էր արել, հասակ էր արել, եկեղեցի էր գնում, Սոնորա դատ, Սոնորան իր շատ վաղ հասակից մորն էր կորցրել,
Եվ հայրը իր կյանքում դարձավ եւ հայր եւ մայր։ Այսինքն հոր դերը մի տեսակ կրկնակի դարավ։ Նրա համար հայրը դարավ ոնց որ կրկնակի արժեքավոր, կրկնակի սիրեց եւ մոր եւ հոր տեղը։ Եվ մի օր, երբ մայրական տոնը արդեն հաստատվել էր Ամերիկայում եւ եկեղեցում էր եւ այդ օրը մայրական տոնն էին նշում, միտք առաջացավ։ Ինչ անեմ, որպեսզի լավագույնս ես կարողանամ հիշատակ թողնեմ իմ հորս ու իմ երախտագիտությունը կարողանամ արտահայտել իմ հորս իր բոլոր ծառայության, իր հոգատարության ու սիրո համար, որ երկու դերը իր վրա ստանձնեց եւ ինձ համար եւ եղավ հայր եւ մայր։ Եվ այդ միտքը իր մեջ առաջացավ, որ ինչու՞ չէ նաեւ հայրական տոն լինի։ Տարածվեց եկեղեցիներում, այդպես ընդարձակվեց եւ ժամանակին 1924 թվին Calvin Coolidge-ն էր այդ ժամանակվա նախագահ ընդունեց, բայց երբեք չստորագրվեց, երբեք չիրականացավ, մինչև որ այդպես հետաձգվեց որոշ եկեղեցիներում, որոշ քաղաքներում, որոշ շահանգներում, այդպես թափթփված ձևով հիշում են հայրական տոնը, բայց այդպես ինչպես այսօրվա սորը, որ յուրաքանչյուր հունիս ամսի երրորդ շաբաթվա կիրակին պետք է նշվի, մինչև որ Լինդոն Ջոնսոնը ստորագրեց եւ հաստատեց որպես 1966 թվին որպես հայրական տոն։ Եվ այսօր մենք մեկտեղ ենք եկել, որ այդ հայկական օրը, հայրերի օրը նշելու, մեծարելու, խոնարհվելու մեր ներկա հայրերի առջև եւ մեր սրտի գոհությունը, շնորհակալությունը հայտնելու նրանց բոլոր ծառայությունների համար ամեն ինչից վեր իհարկե հոգեվոր եւ այն բոլոր ֆիզիկական եւ այն բոլոր նեղություն եւ այն բոլոր մտահոգությունները եւ այն բոլոր դժվարությունները, որ իրենք կրում են, որպեսզի իրենց տունը ապահով եւ հաստատուն մնա։ Դժբախտաբար վերջի տասնյակների ընթացքում, չեմ կարող ասել 20 տարի, 30, 40, բայց երբ որ հետ ես գնում մի 70-80 տարի առաջ, այն ժամանակ աֆիսային աշխատանք հասկացողություն չկար։ Յուրաքանչյուր հայր իր օրվա վաստակը գիտեք ինչպես էր վաստակում։ Փառիս բուն իմաստով քրտինքով։ Փառիս բուն իմաստով։ Եվ նա վաստակում էր նեղությունով ու դժվարությունով, եւ երեխեքի մոտ այդ խիստ տպավորությունը կար։ Ժամանակի ընթացքում կյանքը հեշտացավ։ Կյանքը երբ որ հեշտանում է, կյանքը երբ որ ճոխանում է, կյանքը երբ որ տեղին եւ անտեղին հարստանում է, մարդը ինչ անում, ավելիա կարճում Աստծոց իր աստեղծողից, դժբախտաբար ոչ եւ ոչ։ Մարդը ավելի է հեռանում եւ դա պարզից բուն իմաստով մենք նկատեցինք ինչ հայրերի նկարագրի մեջ, հատկապես այս երկրում։ Եվ գիտեք ինչ, սրտից հավով ասեմ, ոչ ուզում եմ այս երկիրը, այսպես ասեմ, գովազեմ կամ ոչ, որ այն ամեն ինչ, որ ստեղծվում է ու տեսք աստանում, լավը թե բարին ու չարը ու տկարը, տարածվում է ամբողջ երկրագնդով, մեկ ուզում ես ընդունես թե չունես, այդպես է եղել։ Մենակ մոդան չի, մենակ կինո աշխարհը չի, ամեն ինչ գաղափարախոսությունները հատկապես։ Դժբախտաբար suddenly շատ ու շատ տղամարդիկ հայրեր, ամուսիններ, իրենց արժեքը, դերը, նշանակությունը, որպես հայր կորցրեցին, ավելի ֆեմինիստ դարձան, ավելի կանացի դարձան, ավելի թուլամորթ դարձան, ավելի ծույլ դարձան, այդ աֆիսային աշխատանք ես չեմ ասում, իմ ամբողջ կյանքս աֆիսա, բայց գիտեք ինչ, այդ տղամարդկային, այդ ֆիզիկական, այդ մաչո, այդ այսպես ամուր, որպես տան ամրությունը, տան ուժը, մի հոգևոր ասում էր, մեր տանը մեջ շատ տախուր է, շատ ցավալի է, ասում է, հոգևոր աղջանակ իր հետո իր հիշողությունը մեջ ասում է, հայրս ամեն առավոտ գնում էր աշխատանքի ու երեկային հոգնած տանջված գալիս էր, մեզ հետ 1-2 ժամ էր ունում, թրիկ էր ունում, քնում էր, որպես առավոտը գնար, եւ ասում եմ, մի օր նա չգնաց աշխատանքի, նա հիվանդ էր ու մնաց անկողնում, նրան հիվանդանոց տեղափոխեցին, ու այդպես էլ հիվանդանոցից չվերադարձավ, իր մահկանացուն կնքեց, ու ասում եմ, նոր այդ ժամանակ ես հասկացա նրա բացակայությունը, մի տղամարդ, որ երբ որ գիշեր ինչ-որ ձայն էր հնչվում դրսից, նա միակն էր, որ պատրաստ էր անկողնուց դուրս գար, հագուստը հագներ ու առանց վախի դուրս գար մթության մեջ ու վերադառնալով համոզեր, որ ամեն բան ճիշտ է ու հանգիստ կարող է քնել։ Այն մի տղամարդն էր, այն մի անձն էր տանը մեջ, որ ամեն դժվար անհնարինը, խրթինը
իրեն ենք տալիս եւ ինքը կարողանում էր գլուխանել այն ամենածանրը տեղափոխել ամենաանհնարին կատարել ամենափչացածը սարքել ամենադժվարը ինչ անել հաջողացնել եւ ասում է այսօր այլևս նա չկա եւ նրա բացակայությունը այնքան շատ զգալի է ինձ համար եւ այսօր ամենատախուր փաստը սա է More than 40% of the children in America go to bed every night without their biological father in the home. Եվ այսօր Ամերիկայում սա մի քիչ հին տվյալներ են ու սրտի ցավով չեմ կարող ցեզի խափեմ որ այս թիվը իջել է կարող եմ նույնիսկ տխրություն բայց սա 2000-ականների սկզբներում է որ այսօր 40% երեխաները Ամերիկայում 40% ընտանիքների երեխաները իրենց Գիշերը քնում են այն տանը մեջ որ կամ որ հայր չկա եթե հայր կա իրենց մարմնավոր հայրը չէ երկրորդն է երրորդն է եւ ավելին Այս անհատի մասին ես 1-2 անգամ նշումներ արել եմ Չակ Քալսոնը Ինչքան որ այս մարդու մասին ես կարդում եմ երկու ծայրահեղությունից անցավ մյուս ծայրահեղություն Չակ Քալսոնը ավարտեց իր բանական համալսարանը շատ հաջողակ էր Ամերիկայի քաղաքական պատմության մեջ ասում են ամենաերիտասարդ նախագահի օգնականն է եղել խորհրդատուն է եղել Նիքսոնի խորհրդատուն էր նա ոչ միայն խելացի էր ոչ միայն իմաստուն էր այլ ահավոր ամբարտավան ու բիրտ էր ու ամենադժվար քաղաքական խնդիրները որ պետք է լուծվեր իրան էին տալիս Նա նույնիսկ ասում են իր մորը եւ իր ընտանիքին չէր խղճում այդպիսի մի ահավոր անհատականություն էր իր իգոնը իր եսը փառավորվում էր եւ ինքը մտածում էր որ իրանից խելացին ավելի իմաստունը չի կարող լինի իսկապես կրթված էր իսկապես զարգացած էր եւ հետագայում նա գիտեք 15 դոկտորայի կոչում ունեցավ տարբեր բուհերից ու համալսարաններից ոմանք վաստակած ու ոմանք շնորհված մոտարպես պատկերացրիք ինչ կարգի մարդու մասին եմ խոսում եւ այդ ամբարտավան այդ չափից դուրս ինք իր մասին է գրում անաստված մարդը հանկարծ հայտնվեց ձեզանից ոմանք կարող է լսել եք այդ անախորժ կարգավիճակում որ սարքեցին իմ կարծիքով դա իմ կարծիքն է Watergate-ը սարքեցին Նիքսոնի գլխին որտեղ նա շատ ու շատ հաջողակ նախագահ էր այսօր նա ճանաչվում է Ամերիկայի պատմության մեջ ամենահանհաջողը բայց ես այդպես էլ չեմ համաձայնում որտեղ երբ որ տակը փորփրում ես հասկանում ես որ սարքեցին այդ խեղճ մարդու գլխին առաջին մարդը որ բանտարկվեց ինքն էր Չակ Քոլսոնն էր 7 ամիս ընդամենը բանտում մնաց երբ որ դուրս եկավ նա ամբողջովին օտար մարդ էր նա բանտում գտավ իր տերը ու իր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Եվ գիտեք ինչ կառուցեց, ինչ հիմք դրեց Նա տեսավ բանտերում թե ինչ անհավատություն ու անաստվածություն ու բերտություն է կատարվում Նա ստեղծեց Prison Fellowship բանտերի ընկերակցություն տարածվեց, հսկա դարձավ non-profit organization Նա մի հատ տխուր փաստ ասում, որ այսօրվա հայրական տոների հետ է կապված, որ այս ամբողջ պատմությունը պատմեցի այս մի հատվածի համար։ Ասում մի հսկայական մեծ բանտում Կալիֆոռնիայում, որ այս Prison Fellowship-ը նաև ծառայում էր, նրանց ծառայությունը սուրբ գրքեր էին տալիս, նվերներ էին հատկացնում, բանտարկյալների հետ առանձին, ասենք, խորհուրդներ, խոսակցություններ, մի խոսքով ծառայությունը ընդարձակված էր, բոլորը ուղղված էր դեպի մարդասիրական ու աստվածասիրական մոտիվներով։ Եվ ամեն անգամ բնականաբար եւ մայրերի տոն էր գալիս, ձրի ինչ էին անում, բացիկներ էին նվիրում բոլոր բանտարկյալների, որը կուզեին իրենց մայրերին թեկուզ բանտից շնորհավորանքներ գրել, մնացածը լրիվ այս Prison Fellowship-ը ինչ էր անում, հոգ էր տանում, ուղարկելը, հասցնելը։ Ու ասում եմ, երբ որ մայրերի տոն եկավ եւ բանտարկյալներին հարցում ասեցին, քանի հատ 1000-ից ավելի բացիկներ խնդրեցին ու տրվեց նրանց։ Գրեցին, ուղարկեցին իրենց մայրական մայրերի տոնը շնորհի, եկավ հայրերի տոնը, ինչպես գիտեք, 1 ամիս հետո, հարցեցին, ընդամենը 6 բանտարկյալ բացիկ ցանկացավ,
մնացածի կյանքում հայր չկար, անց չկար, ներկայություն չկար, ում շնորհավոր էին։ Երևույթը շատ տխուր է, շատ ցավալի է, բայց փաստ է, փաստ։ Ընդամենը 6 բանդարկյալը բացիկ ուզեց, որ իր հորը շնորհավորի հայրական տոնը։ Եվ պատճառը, որ այսօր բարոյականությունից այդպես սահում է ու գնում է դեպի կործանում ու խորտակում էս երկիրը, միանշանակ պատճառը the role of fathers in today's society, որ հայրը այսօրվա հասարակության մեջ իր արժեքը կորցրել է։ Եթե ուշադիր նայես քո շուրջ բոլոր անեկդոտները, բոլոր հեռուստատեսային կինոները, սերիալները, ամեն ինչը պատտվում է ինչի շուրջը։ Հորը տղամարդին խեղկատակ դարձնելու։ Եվ շատ հաջողվեց անորեն սատանայով լցված Հոլիվուդի աշխարհին, որտեղ սատանան ուզում էր ինչ անել, ընտանիքում գլուխը ջախջախել, առաջնորդը, հոգևորը, հայրը, այն ամուրը, այն ֆիզիկականը, որը ինչ էր ներկայացնում էր ընտանիքը, եւ հաջողվեց։ Եվ այսօր սատանան վայելում է մի երկիր, որը մեծամասնության տներում հայր չկա, իսկ եթե կա, նա իր դերն է կորցրել, իր արժեքը, իր նշանակությունը, եւ արդյունքը այդպիսին է լինում։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլխի առաջի ամանում, կներեք, անգլերենով ասեմ, 1 Corinthians chapter 11 verse 1, այնքան կարճ է, ու այնքան հստակ է, ու նաև միաժամանակ այնքան խրթին է, խրթին ինչ առումով, կարդանք ընթերցենք, նմանվեցեք ինձ, ինչպես որ ես Քրիստոսին։ Պողոս առաքյալը ինչ արեց։ Մի տեսակ առաջի այս կարճ համարի առաջի հատվածը, որ ընթերցում ես, Պողոս ասում նմանվեցեք ինձ, միանգամից ասում ես Պողոս առաքյալ, մենք քեզ շատ ենք սիրում, մենք քեզ շատ ենք հարգում ու պատվում, բայց ինչպես քեզ նմանվենք, բայց համարը դրանով չի ավարտվում։ Ինչպես որ ես Քրիստոսին։ Հիմա հարց է առաջանում, տրամաբանական հարց է։ Ինչի այսքան դժվարացրեց, ինչի էսենց գնաց, պատտվեց, հետո նոր եկավ Քրիստոսին։ Ինչու միանգամից չասեց, ով ժողովուրդ, ով քրիստոնյա աշխարհ, նմանվեք Քրիստոսին։ Պատճառ կար։ Աստծո խոսքի ոչ մի բառը ու տառը, սա բացարձակ իմաստություն է ինձ համար։ Երկինքն ու երկիր անցնի, ինձ համար Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն է։ Եվ ամեն խոսքի մեջ, եթե ինձ համար չի բացված, դա չի նշանակում, որ ինչ-որ մի բան սխալ կա։ Մտքովը չանցի, չթողնես սատանան քեզ խաբի։ Կանցնի տարիներ եւ այդ խոսքի խորությունը ու հոգին կբացվի ու դու կամանչես։ Ուրեմն մի հակառակվի Աստծո խոսքի իմացությանը, խորությանը եւ լայնությանը։ Թույլ տուր, որ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի հոգի, ինչ-որ մի խոսք, ինչ-որ մի քարոզ, այդ խոսքը, որ տարիներ քեզ համար խրթին ու չբացված ա եղել։ Բնականաբար մարդիկ կան հարց կարող են տալ, չէ՞։ Պողոս առաքյալն չեր ենք ես սարուցոր, ինձ նմանվեք, որովհետև ես էլ Քրիստոսին եմ նմանվում։ Պատճառ կար։ Քրիստոսը այսօր ինձ ու քո համար հոգու աշխարհը, երկնային էակա։ Իսկ ես ու դու ֆիզիկական ենք։ Պողոս առաքյալն ինձ ասում էր, տեսնում ես, այն ինչ որ հոգի ես տեսնում, աստվածապաշտություն ես տեսնում, սա Քրիստոսից է, բայց հիմա ֆիզիկապես իմ մեջ ես տեսնում։ Այսօր մենք ծանոթ ենք առանց քարեր շպրտելու, լեցուն հոգևորներից ասում են, ես քրիստոնյա եմ։ Շատ ներող կլինեք, եթե թակ Հայաստան մի քիչ առաջ եղբայր ասում էր Հայաստանի այդպես քաոսային կարգավիճակի մասին։ Այսօր քնած Հայաստան 99% կասի, ես քրիստոնյա եմ։ Քրիստոս հասկացողությունը տեսական մի հատ երևույթ է, անորոշություն է, ինձ ու քո համար չէ, որտեղ նա մեր հոգու մեջ է դաջված։ Դու նրա այդ ամեն օր հաղորդակցում ես, խոսքս այն մարդկանց մասին է, որ բառ են ասում, ոչ թե հոգի։ Եվ Պողոս առաքյալը որպեսզի նրանց համար բառը ֆիզիկական դարձներ ասավ, ինձ նայիր, որտեղ իմ մեջից Քրիստոսն է արտացոլվում։ Դա էր պատճառը։ Բացարձակապես նա միտում չուներ իրեն մեծարելու, բարձրացնելու։ Դա հստակորեն մենք բոլորս էլ միանշանակ համամիտ կլինենք, երբ խոսքը Պողոս առաքյալի մասին է։
Մեկ ուրիշ անհատի մասին եւս մեկ ժամանակ առ ժամանակ ես մեջբերում եմ Ջեյմս Դաբսոնը։ Ջեյմս Դաբսոնը իր կրթությունով մանկական բժիշկ էր, բայց մտավ հոգեբանության մեջ եւ Ամերիկայի 20 եւ 21-րդ դարաշրջանի սկզբում մեծ դեր ու նշանակություն ունեցավ հոգեբոր աշխարհում։ Նա ռադիոյի ծրագիր ուներ, որը տարածվում էր բազում երկրներով մեկ եւ ամբողջ Ամերիկայի տարածքով։ Աստված նրան շատ խորություն իմացում եւ բազում հոգեվոր եւ դաստիարակչական եւ ընտանեկան գրքերի հեղինակ։ Իր գրքերից մեկը, որ բավականին վերաբերում է դիսցիպլինի դաստիարակության մասին, գիրքը այսպես է կոչվում. Dare to discipline, փորձիր ինչ անես դաստիարակես։ Այսօր մենք ակնհայտորեն տեսնում ենք, դպրոցներում ենք տեսնում, տներում ենք տեսնում։ Կարող ես քո երեխուդ ինչ-որ մի բան զգուշացնես, ինչ-որ մի բան ճշտես, dare to discipline, բայց այնտեղ մի բան ասա. Good fathers are made, not born. Ճիշտ ու հոգևոր հայրերը չեն ծնվում, կառուցվում են, կյանքի հետ թոհ-բոհով, նեղությունով, դժվարությունով, կառուցվում են, դաստիարակվում են, տեսք են ստանում։ Այսօր ամեն տղամարդ էլ հասակ աստանում, ամուսնանում է, երեխա ունենում, բնականաբար նրան պետք է հայր կոչես։ Բայց Դաբսոնը փորձում էր հոր ու հոր որակային տարբերություններ ասել։ Լավ հայր, հոգևոր հայր, իմաստուն հայր, առաջնորդ հայրը բոլոր չեն կարող դառնալ։ Եթե չխոնարհվեն, այդ տերերի տեր ու փառավոր Աստծուն, ու չթողնեն, որ նախ Տերը իրենց սարքի։ Եվ ինչպես մի քիչ առաջ Պողոս Առաքյալն էր ասում, որ դու կարողանաս քո ընտանիքին ասես Քրիստոս ինձին նայեք, որտեղ իմ մեջից ի՞նչն է արտացոլվում, Քրիստոսն է արտացոլվում։ Ես փորձել եմ այսօրվա համարները ոչ թե միանշանակ վերցնել հայրերին ուղված, այլ հայր եւ բոլոր եկեղեցու հոգեվոր ժողովրդին, որտեղ վերջը Աստծո խոսքը միանշանակ, այո, համարներ կան, որը ծանող, խոր, այդ բոլորի մասին է գրված, բայց այսօր ես այսպես առաջնորդվեցի, պետք է ընթերցեմ Եփեսացիս 4-րդ գլխի 2 եւ 3-րդ համարը, Ephesians chapter 4 verse 2 and 3, կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցեք միմյանց, սիրով, ճանաչեք պայել հոգու միությունը խաղաղության կապով։ Սա եկեղեցու մասին էր։ Հիմի ես ուզում եմ այս համարը վերցնեմ ու բերեմ ու ընտանիքի մեջ արտացոլեմ սկսած ինձանից որպես հայր, որպես ծնող։ Պակասել եմ բազում անգամներ։ Բայց այսօր եթե կամ մնում եմ որպես հայր իմ տանս, ընտանիքին եւ իմ կողակցիս ամուսին, դա Աստծո շնորհքն է ու ողորմություն ուրիշ ոչ մեկ բան, որտեղ այս խոսքերը ժամանակ առ ժամանակ ոչ թե մեզի քաջալերում ոգևորում, այլ մեզի հանդիմանում է, ինչի, որտեղ մենք պակաս ենք գտնվել դրա մեջ։ Մի անգամ նորից կատարյալ խոնարհությամբ։ Այսօր սրտի ցավով ծնողների տեսականիներ կան, որոնք իրենք ինչ են արժեքավորում, որտեղ ես ծնող եմ, ինչ որ հրամայեմ տանը մեջ պետք է կատարվի։ Ես մեծն եմ, ես կատարյալն եմ, ես ուժեղն եմ, ես եկամուտ բերողն եմ, այսինքն տանը մեջ պետք է լինի այդ ռազմական կարգավիճակը։ Ես ասացի տղուս կամ աղջկաս նստի, պետք է նստի, ասեմ կանգնի, պետք է դուրս գա, պետք է ներս գա, բայց թե ինչ ասում կատարյալ խոնարհությամբ, ինչ ասում երեխին, այո երեխին, բայց առաջի հերթին ամեն ինչ սկսում է որտե՞ց, սկսում է ծնողից եւ որտեւ այսօր հայրական տոնն է բնականաբար հորից։ Հայրը մեծ տեր ունի։ Թեկոս այսօր աշխարհը ամեն կերպ ուզում է ինչ անել, ծածկել եւ անտեսել։ Եվ ասում է կատարյալ խոնարհությունով, հեզությամբ եւ համբերությամբ։ Այն ինչ որ մեզանից շատերից սկսած ինձանից հայրեր ված չզգան եւ բոլոր նրանք որոնք ինչ որ առիթով այս քարոզը կլսեն հայրերին միայն ուղված չի ինձ էլ է ուղված շատ հաճախ այդ հեզությունը այդ խոնարհությունը այդ համբերությունը այդ հարատևությունը մեր մեջ պակասում է եւ ասում է այդ համբերության ու խոնարհության մեջ է որ կարողանանք իրավիճակներին հանդուրժենք միմյանց երեխեդ ասում է տարբեր տարիքներ եւ ամեն տարիքը ունի իր հոգեկան ինչը վերուվարը Եվ եթե ես ու դու չկարողանանք հանդուրժել, հարատևել, սպասել, սիրել, ինչ կլինի, ընտանիքը կպակասի, կքայքայվի։
հանդուրժեք եւ ջանացեք պայր հոգու միությունը խաղաղության կապով։ Ինչ երանելի այդ ընտանիքը, որի հոգու այդ խաղաղության կապով է կապված։ Երբ որ ընտանիքը կառուցված է այդ խաղաղության մեջ, ընտանիքի անդամները աշխարհի են ծայրում է լինեն, ամենալավագույն վայրումը, ամենատեսարժան տեղերում է լինեն, նրանց հոգին ինչն է փափագում։ Տուն վերադառնան, որտեղ իրենց տանը մեջ այն հանգիստ ու այն խաղաղություն ունեն, որ ուրիշ ոչ մի տեղ չեն գտնի։ Այդ տները երանելի են, եւ տան անդամները երանելի են, եւ տան անդամները փափագելով փափագում են, ոչ թե իրենց օրը ու ժամը ու ամիսներն ու տարիները իրենց ընկերների հետ ուտել խմելու, ես դրա մեջ ոչ մի սխալ չեմ տեսնում, բայց երբ որ դու ընտանիք ունես, քո հոգին սիրտը կապված ընտանիքիդ հետ, դու մեծագույն ժամը ոչ թե ընկերների դու ես աշխարհին, այլ քո ընտանիքին ես տալի, որտեղ վայելում է հոգիդ այդ ներկայությունը։ The example that Father says about God and the church and his spiritual things will make a permanent impression. Եվ այն ասում եմ, այսօր Հոլիվուդը, այսօր լիբերալ աշխարհը, այսօր այդ միասեռական գաղափարախոսությունը LGBTQ XYZ այդ բոլորը միանշանակ մեկ բանի վրա է աշխատում, որ տղամարդու արժեքը ամբողջովին ինչ անի, նսեմացնի, ոչնչացնի, հողին հավասարացնի, բայց հավատացնում եմ ձեզ հայրեր, հոգևոր հայրեր, այն դերը, այն նշանակությունը, այն արժեքավորումը, այն մի բառը, այն մի խոսքը, այն մի հոգևոր վերհիշումը, որ դու կասես ու հիշեցնես, permanent հաստատուն հետք թողնի քո երեխեքի հոգու աշխարհի մեջ, կանցնեն տարիներ, ու հավատացնում եմ, մենք կլինենք, թե չենք լինի, այդ ցանածը, այդ սերմացածը պետք է աճի ու պտուղ բերի Հիսուսի փառավոր անունով։ Այո, իմ տանս մեջ եղել է, իմ երեխեքս մեկ-մեկին ծուժուշկացրել են, այդ պահի մի քիչ վատ ես զգում, ոնց է որպես հայր ինձի խրատում եք, դաստիարակում եք, խոսքը սրա մասին է։ Dad, could you not start by telling me everything I did wrong? Tell me what I did right first. Այո, մենք որպես արդեն հասակ հայր փորձառու այսպես ասած ներող կլինենք, թող մի քիչ մենք էլ մեզ գովերքենք, իմաստուն, երբ որ մեր երեխեն ինչ-որ մի բան անում, առաջի բանը, ես առաջի բանը որ անում եմ, երեխիս ինչ եմ անում, քաջալում եմ, ոչ, սխալ արեցիր, սենց չպիտի աներ, սենց պիտի աներ, եւ բնականաբար ինչ անում, եւ որ փոքր էր խելո գլուխ կախեք, մի որ մեծացերն ասում են, սխալ արեցի, դե դու իմի ջանը դուրս կա դու ինքդ կանես։ Դե ոչ այդ կոպտությամբ հույսով։ Մի քիչ առաջ խաղաղության սիրո մասին էինք խոսում, չմոռանանք համարները, որի վրա կարճած է մեր ամբողջ կյանքը ու հավատքը։ Ինչևից է կատակով, բայց փորձենք մենք մեզ դաստիարակենք, որտեվ մեր երեխեքին քաջալերողը ես ու դու ենք, հայրեր։ Քաջալերենք նրանց։ Ու ամեն անգամ, երբ որ ես իմ երեխեքին սխալ եմ անել, հավատացնում եմ, մինչև նրանց հանդիմանանքը, ես իմ հոգուս մեջ եմ հանդիմանվել։ Եվ ինքս ինձ հարց եմ տվել, այս քանից հետո դու չդաստիարակվեցիր, դու չխրատվեցիր, դու չհասկացար, որ մի օր դու չես լինի, բայց իրենք ինչպես պիտի ապրեն։ Հարցասու նրանց, քաջալերի նրանց։ Թույլ տանք, որ դրականը ավելի ու ավելին լինի մեր կյանքի մեջ, մեր ընտանիքում, քան թե բացականը։ Արդեն այս աշխարհը լցված է լեցուն բացական իրավիճակներով, ամենուր դառնության, կռվի, պատերազմի, բնական աղետների մասին ենք լսում։ Այսօր կարողանանք մեր շրթունքները բաց անենք, ես սկսած ինձանից սովորեցնեմ ինձ, իմ երեխեքիս, իմ եկեղեցու ժողովրդից, բայց որպես հայր առաջին իմ երեխեքիս եւ իմ երեխեքիս մոր կարողանամ ինչ անեմ, քաջալերեմ եւ ոչ թե պարտեմ, սխալ հանեմ։ Առաջի Թեսաղոնիկեցից 5:14 համարը, 1 Thessalonians chapter 5 verse 14. Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, խրատեցեք
ստահակներին։ Հիմի կվերադառնանք այդ խոսքին։ Քաջալերեցեք երկչոտներին, վախկոտներին, օգնական եղեք տակարներին։ Ամեն մեկս էլ ինչ որ տեղ, ինչ որ վիճակ հայտնվում ենք, օգնական եղեք տակարներին, համբերատար եղեք բոլորի հանդեպ։ Եվ ամեն ինչ սկսում է որտից, մեր աստվածապաշտությունը սկսում է որտեղից, մեր տնից է սկսում։ Ասի ստահակ, անգլերենով եթե ուշադիր լինեք, մեկ բառով չէ, երկու բառով է բացատրված այդ գաղափարը ստահակը, գրված idle and disruptive։ Idle-ը ստախոս, ոչ ակտիվ, ծույլ, ստախոս չէ, սխալ է, ծույլ, ոչ ակտիվ, idle, is disruptive, որ նշանակում է խանգարող։ Սովորաբար նկատել եք, նրանք, որոնք չեն ծառայում, նրանք, որոնք պասիվ են իրենց ամբողջ կյանքում, նրանք, որոնք հյուրի կարգավիճակ են ընդունել տարիներ շարունակ, նրանք ժամանակ առ ժամանակ հայտնվում են խանգարողի կարգավիճակում, դա բնական է։ Երբ որ աշխատում ես, երբ որ նեղություն ես կաշում, երբ որ տանջում ես քո տանդ վրա, եկեղեցուդ վրա, ինչ որ գործի բերնությամբ, դու սկսում ես սիրել ու սիրահարվել, դու սկսում ես գնահատել այդ իրավիճակը, քո տունը լինի, եկեղեցին լինի, թե քո սարքած այդ պատը լինի, քո սարքած մեքենա լինի, թե քո կտրած խոտը լինի։ Բայց երբ որ չես այդ խոտ դու կտրել, տղա տա կտրել, հարևանն է կտրել, մեկ ուրիշն է կտրել, անմիջապես ինչ ես տեսնում, ծուռն ես տեսնում, պակասն ես տեսնում, վեր ու վարն ես տեսնում։ Եվ դրա մասին է խոսքը։ Խրատեցեք ստակներին, նրանք, որոնք ծույլ են և անվերջ խանգարող։ Եվ վերջո հայր, որը փորձում է տեսնել ու վերանայել իր կյանքի ապրած օրերը իր գործունեությունը որպես հայ։ I took my children to school, but not to church։ Ես իմ երեխեքին դպրոց տարեցի, բայց այդպես էլ պակասեցի նրանց եկեղեցի տանելու։ I made the Lord Day a holiday rather than a holiday։ Եվ իմ երեխեքի մոտ ես ինչ տպավորություն ստեղծի կիրակի օրերը, որ այսօր ազատ օր է, holiday է, և ոչ թե սուրբ օր է, երկնային հոր տոնն է, հարության զորությունն է, մենք պետք է պաշտենք, երկրպագենք ու հիշենք ու հիշատանք նրա հարության զորությունը։ I taught them how to make living, but failed to bring them to Christ, who alone can make a life։ Որպես ճարպի գործունյա ծնող մենք երեխեքին սովորացեցինք կյանքի բոլոր խորտ ու բորթությունները, սովորացեցինք, որ տարբեր իրավիճակներում ինչպեսի մոտեցում ցուցար ու հաջողակ լինել։ Ամեն ինչ նրանց սովորեցեցինք, բայց այդպես էլ չծանոթացեցինք Քրիստոսի հետ, որ նա է կյանքը, այսօր ու մինչև հավիտյանս հավիտենից։ Եկեղեցի գնացի թե չգնացի, տանս մեջ միշտ խոսակցություն եղավ։ Մենք սկսեցինք հովիվից բռնած, երբ որ տուն էինք գնում, մեքենայի մեջ, եթե շատ անամպեր էինք, թե տուն ենք հասնում, սկսում ենք քննադատել այդ օրվա խոսքը, երգը, աղոթքը, քարոզը։ Ես ինքս ինձի փարիսեցի դարձեցի իմ երեխեքիս հետ միասին։ Այդպես էլ չընդունելով ոչ մի հովիվի, ոչ մի քարոզիչի, ոչ մի խոսքի, ոչ մի եկեղեցու։ Սա էլ այդ տխուր երկու ոտքից կախած, կախող բաներն են, հոգևորներն են։ Որտեվ երբ որ դու քո համար ինչ-որ մի բան չի բացված, դա քո և քո Աստծո մեջ է, բայց երբ որ դու զգացմունքային ես դառնում ու սկսում ես ձախ աջ դատապարտել ու քննադատել հոգևորը ու հոգևոր աշխարհը, մի մտածիր քո երեխեն հանկարծ հրաշքով կդառնա ինչ, մի կատարյալ արթուն քրիստոնյա։ Այդ փարիսեցությունը նաև նրա մեջ ես դու սերմանում, քո մեջ պահպանելով։ Երբ նրանք տարիք առան մեծ հպարտությունով նրանց հանձնեցի իմ քրտինքով վաստակած գնաց մեքենայի բանալիները, մոռանալով, որ մեկ ուրիշ բանալիներ են նրանց պետք է տայի երկնքի թագավորության բանալիները։
Սրանք այս աշխարհի ֆիզիկականի ու հոգևորի տարբերություններն են ու զանազուններն են։ Ոչ մի սխալ ես չեմ տեսնում, բայց եթե քո ամբողջ նշանակություն ու արժեքավորումը որպես հայր քո երեխայի կյանքում, թե ինչպես նրան կբարես իր ընկերների շրջապատում բարձրացնես, ներող կլինես։ Այդ երեխուն ես ու դու որպես հպարտ ու ամբարտավան հայր, ոչ թե Քրիստոսին ենք մոտեցնում, ավելի ենք հեռացնում։ Եվ մի տխուր փաստ, որը դարձյալ տոկոսայնությունը ասում է, այսօր Ամերիկայում երկու տեսականի բանտային սիստեմ կա, նրանք, որոնք հասուն են, 18 եւ ավելին, բայց սրտի ցավով այսօր տեսնում ենք, որ 18-ից ցածր նաեւ ինչ երեխաները մարդասպանություն են անում, գողություն են անում, հանցագործություններ են անում, նույնիսկ հրացաններով սպանում են, ջարդում են, կոտորում են, վառում են, եւ բնականաբար նաեւ նրանց համար բանտեր կա, որ կոչվում է juvenile prison, այսինքն ոչ հասունացած պատանիների համար։ Եվ ուզում եք մի տխուր փաստ ասել, որ 70% այդ բանտարկյալների եւ քնել ու զնել են նրանց կյանքում այդպես էլ երբեք հայր հասկացողություն չի եղել, դաստիարակող չի եղել, ուղղություն տվող չի եղել։ Հայրեր, մեր բոլոր պակասություններով, մեր բոլոր տկարություններով, մեր բոլոր խեղճություններով հանդերձ, սիրելիս եւ իմ հարազատս, հիշիր, մենք կարող ենք Աստծո շնորհքով ու ողորմությունով սերմանենք, առնենք, նաեւ առածը սերմանենք մեր երեխեքի կյանքի մեջ։ Թող որ այս օրը եւ քո կյանքի մնացած բոլոր օրերը իմ եղբայրս եւ հայրեր կոչվածներս թող օրհնյալ լինի Աստված, անից օրհնված լինենք այն ծառայության համար, որ Աստված մեզ կանչել է, Հիսուսի փառավոր անունով կաղոթենք, ամեն։